Հիսուս Քրիստոսյանով գողջունեմ ցեզ բոլորդ, որ այս արավոտ գրծակ դերոջդունը կալ միասնապար զինք բաշտելու։ Հավասիկ նոր դարվան առաջին ամիսնալ մեզ գսահի եւ գերթա։ Դեր մեզ արթուն բահե եւ իր ներգայությանը մեջ միշտ ներգա գտնվինք, որբեսի բաշտենք եւ փառավորենք Աստված։ Հոդնգայս պիտի երկենք 640-րդ երգը։ Ուրախ սրդով գբաշտենք քեզ, փառած Աստված սիրո դեր։ Ընթերցումը բիդելա թիվ 1 երգրբակություն եւ վերջին համարը միասնապար պիտի գարտանք։ Աղաղագեցեք Տերոջը ով բոլոր երգիր, ծառայեցեք Տերոջը ուրախությամբ, անոր առջև եկեք ցնծությամբ։ Մտեր անոր տները ողջությամբ ու անոր սրահները ողջությամբ, փոխեցեք անվեք, օրհնեցեք Դերը իր սուրբ տաճարին մեջ է, անոր երեսին առջև լուր գեցիր, ով բոլոր երգիր։ Երեք երգրբակություն ունենք, ուզեին, ծունկ գտնենք, մեծ ստեղծող Տերոջ առջև։ Վասնզի ան է մեր Աստվածը, ու մենք անոր արոդին ժողովուրդ եւ անոր ցերքին ոչխարներն ենք։ Պիտի հիշեն ու Տերոջը դառնան, երկրի ամեն ծայրերը ու քո արջերը երգրբակություն պիտի լինեն, ասկերուն ամեն ողեր։ Վասնզի թագավորությունը Տերոջն է, ու ան գդիրե ասկերուն վրա։ Սուրբ անտեսող Տերոջը երգրբակ
Ժամանակ կուկա ու հիմալ է, երբ ճշմարիտ երկրբակողները երկրբակություն բիդենեն հորը, հոգիով ու ճշմարտությունով, վասնզի հայրնալ իրեն այնպիսի երկրբակողներ գուզե։ Աստված հոգի է, և իրեն երկրբակողներունալ, պետք է որ հոգիով ու ճշմարտությունով երկրբակություն ընեն։ Դերը օրհներ խոսքին ընթերցումը, գրավիրեմ հովիվը, որ մեզ աղոթքով դերոջքահում մոտեցնե։ Մեր երկնավոր Հայրը, սրտանց փառք կուտանք քեզի, այս տերունական օրվան համար, այս օրհնյալ առիթին համար, որ մեզի շնորհեցիր, անգամ ևս գրցանք Տեր, համախմբվել քու սրայիդ մեջ, քեզ բաշտելու, երկրբակելու եւ քու անունդ մեծարելու։ Այո, ով Տեր, խոսքեր չկան մեր սրտերու մեջ, որ քեզի ներկայացնենք, միայն շնորհակալություն գայտնենք եւ փառք կուտանք, լրությամբ գուքանք քու առջևդ, գխոնարհենք, երկրբակենք եւ Տեր ամեն բանի համար շնորհակալություն գայտնենք, փառք կուտանք, որ քեզպես հրաշալի դեր ունենք, որ մեզ գոհոքա, մեր պետքերը գիտե, ամենակարող ես Տեր, թուն ամենակետ ես, այո Տեր արժանի ես ամեն երկրբակության պաշտամունքի, ըլլա որով Տեր իրապես հոգիով եւ ճշմարտությունով քեզ բաշտենք այս արավոտ, գհրավիրենք Սուրբ Հոգին, որ կործե մեր մեջ, մեզ զորացնե ֆիզիկապես, հոգեպես, մեր մտքերը փանա, որպես ով Տեր բահմը մորնանք դուրսի աշխարհը, կործերը, սպաղմունքները եւ գետրոնանանք այն խոսքերուն վրա, զոր թուն գուզես մեզի փոխանցել, այն թասերը, ճշմարտությունները, զոր գուզես սորվինք, անոնք Տեր լավ ըմբռնենք, հասկանանք, յուրացնենք մեր կյանքերում մեջ։ Փառք կուտանք ով Տեր խոսքիդ համար, Սուրբ Հոգվույն բնակության համար, այո ով Տեր իրապես անոնք որոնք քեզ ունին, ամեն բան ունին, մենք մեզ երանելի կնկատենք, որովհետև քու շնորհքդ մեզի հասավ եւ մեզի պես այսօր այս արավոտ փյուրավորներ քեզ կբաշտեն, քու անունդ կքովեն, որովհետև դու նսկանչելիորեն իրենց յանքերում մեջ կործեր կատարած ես, որոնց համար Տեր շնորհակալություն գայտնենք, փառք կուտանք ով Տեր խոստումներուդ համար ևս, որ թուն յանքի բոլոր բարականերու մեջ մեզի հետ ես, այո գրնանք մենք ալ Դավիթին է դսել, Տերը իմ հովիվս է, փառք կուտանք Տեր, փառք կուտանք, գաղութեմ որ այս պահը սկիզբեն մինչև վերջ թուն կառավարես, քեզի կհանձնենք մեր բոլոր պետքերը, դժվարությունները, նաև նյութերը, որ մեր սրտերու վրա ծանրացած, քեզի կբերենք շնորհացքայդ առջև, թու պատասխան ես ով Տեր, հիշե բոլոր հիվանդները, սգավորները, անոնք որոնք Տեր դժվարություններու մեջ եկածին, անոնց մոդը լաս, քաչալերես, հոգեպես զորացնես, եւ այսպես ով Տեր, այս բահը իրապես բոլորիս համար օրհնությունը լա, չենք կրնար չհիշել մեր հայրենիքը Տեր այդտեղ վիճակը մեր ժողովրդին գաղութենք Տեր քու խաղաղությանդ այցելես եւ քու հրաշքներդ կատարես մեր ժողովրդին կյանքի մեջ եւ միջոցով Հիսուսի անունով ամեն Մեր փառապանությունը շարունակենք երկելով 601-րդ երկը ով Տեր Աստված երբի դեմ խորապ շանքով ով Տեր Աստված երբի դեմ խորապ շանքով լի աշխարհներ Stairs out through the
այնտեղ երբ ես շրջի լսեմ թրջնոց կերկեր երբ նայեմ բար վեհանոց բարձ լերներեն լսեմ արվակ ըսկամ հոմեր մորեն անժամ գերքեմ հոգևին դեր բրգիչ ինչ մեծ ես անժամ գերքեմ հոգևին դեր բրգիչ ինչ մեծ ես երբ մորին թե դեր չղնայեց իր որդին նրգեց վերնիլ թյուր չզգար իմ սրնին խաչին վրա հերս գրեց սիրեցիս արյուն թափեց մեր ավասնի մեղքից անժամ երգեմ հոգևին դեր բրգիչ ինչ մեծ ես անժամ երգեմ հոգևին դեր բրգիչ ինչ մեծ ես երբ Հիսուս կա մեծ այնով շարաչյունով զիստունդանի սիրց բիտ խայդա իր կով բիտ գրնեմ ձուն երգրվակեմ խոնարած հոն հրճագեմ ինչ մեծ ես Տեր Աստված անժամ երգեմ հոգևին դեր բրգիչ ինչ մեծ ես անժամ երգեմ հոգևին դեր բրգիչ ինչ մեծ ես Աստծո մեծությունը ճանչնալու համար սիրելներ, երբ մտածենք իր գդարած մեծ զոհողությունը խաչապայտին վրա, իր թակը ու քահը թողելով մեզի համար աշխարհ եկավ, եւ նաեւ այն մեծ ստեղծագործությունը, որ երկնագամարին վրա անչրբեդին մեջ կա, եթե մենք մտածենք այդ մեծությունը եւ այդ հրաշալիք դեսարանները, որ գտնվին, իսկապես Աստծո մեծությունը սկանչելի։ Մեր հաջորդ երգը պիտի լա 120-րդ երգը, այս երգին երրորդ տունը զանց պիտի անենք, 120։ Շատ սիրեմ քեզ Հիսուս, շատ ավելի։ Շատ սիրեմ քեզ Հիսուս, շատ ավելի
վերջին երգը բիդելլա 822-րդ երգը Աբրիմ Հիսուսի նվիրյալ սուրբ կյանք եւ զինք հաջեցնեմ գադարեմ իր գամք
դեր գուզե որ հավատացյալներ նվիրված կյանք մաբրին զինք փարապանելու իրեն համար վգայելու եւ իրեն համար աղ եւ լույս լալու այս դարաբանած աշխարհին մեջ Այսօրվա Աստծո խոսքը մեզի գուկա 5 դագարանեն հեսվա քիրքեն ուրեմն այդ քիրքին վերջին քլուխեն պիտի գարտամ 14 եւ 15 համարները որ այսպես կսե Ոստի հիմա թուք դերոճմեն բաղցեք ու անոր հավատարմությամբ ու ճշմարտությամբ ծառայություն դրեք Եվ այն ասվածները, որոնց ծեր հայրերը կեդին անթին գոբը ու Եգիպտոսի մեջ ծառայություն ըրին, մեկտի ցկեցեք եւ դերը բաշտեցեք։ Բայց եթե դերոջ ծառայություն անելը ցեզի հաջո չերևնար, ցեզի ընդրեցեք այսօր թե ով պիտի բաշտեք։ Կեդին անթին գոբը ծեր հայրերու բաշտած ասվածները, թե ամբորհացված ասվածները, որոնց երկրի մեջ թուք կփնագիք։ Բայց ես ու իմ դունս Եհովան պիտի բաշտենք։ Եվ մեր նույթը պիտի ըլլա այսօր ընդրեցեք ցեզի։ Բոլոր երկիրներու մեջ քաղաքապետարանի համար երեսփոխանական վարչապետի եւ նախագահի ընտրություններ դեղի կունենան։ Աշուշպացի Հյուսիսային Կորեայեն եւ անոր նման վարչացեւ ունեցող երկիրներու մեջ։ Աստված երբ մարդը ստեղծեց, զայն օժդեց հոգևոր ընդունակություններով, որոնց մեկն է ազատ կամքը, որբեսի գարենա մարդը ընդրություն ունել, ընդրելու եւ որոշելու ընդունակությունը։ Ստեղծիչը այդ ընդունակությունով մարդուն թիրքը խիստ բարձրացուցած եղավ եւ զայն գեցնելով բոլոր ստեղծվածներուն գլուխը։ Ստեղծվածներուն մեջ մարդ արարածը գլուխ կորձոցն է։ Մեզի երևելի եւ աներևույթ բոլոր բաները Աստված իր խոսքով ստեղծեց։ Ըսավ ու եղավ։ Սակայն մարդը շինեց, աշխատեցավ անոր վրա, ժամանակ հատկացուց, և շինել են ետքը անոր ռնքունքներուն գենթանության շունչ փչեց ու մարդը եղավ գենթանի հոգիմը։ Աստված իր բաժին մտավ մարդուն մեջ, թրավ այդ հոգևոր ընդունակություններն են։ Աստված ըսավ, ահա աթամ մեզ մեգունբես եղավ։ Այսինքն, Աստծո նման հոգևոր ընդունակություններով, գիտակցական զգացում, միտքը, խորհուրդները, խիղճը, կամքը, որ կընտրենք, որոշենք եւ խոսիլը։ Այս է Աստծո պատկերը։ Այս հոգևոր ընդունակություններով մարդը գաբացուցանե իր հավիտենական էակը ըլլալը։ Այս հոգևոր ընդունակությունները Աստծո պատկերն է, որ երբ Աստված մարդուն շինեց հողե արձանի նման ցև տվավ, իր այս բաները թրավ մարդուն մեջ։ Աստծո խոսքը այս պատկերը գոչե նաև սիրտ եւ հոգի։ Երբ դերը գսե որքյագիմ քու սիրտդ ինձի դուր, ասել գուզե քու գամքդ ինձի դուր, քու խիղճդ, քու սկացումներդ, խոսինալ հոգևոր ընդունակությունն է խոսիլը։ Մենք օդի մեջ թրթրացող շարժումներում պատճառավ գլսենք, բայց ինքը խոսիլը հոգևոր ընդունակություն է։ Անորամար անասուններ չեն խոսի, որտեղ հոգի չունին։ Ուրեմն ասոնք են, որքյագին քու սկացումներդ, քու սիրտդ ինձի դուր։ Երբ հավատացյալը գսե, Աստված իմ հոգիս փրկեց, ասել գուզե
Քրիստոս իմ բիղծ խորհուրդներս փրկեց, իմ գամքս, որ աբագանած փնության ուզածը կգադարեր, չար ու խապեպա սրդիս համեմատ ընդրություններ գնեի, սխալ և Աստուծո գամքին հագարակ ընդրություններ գնեի, հիմա ոչ, հիմա փրկեց դերը այս բաներն, ես աստվածահաճո ընդրություններ կգադարեմ։ Աստված մարդուն իր պատկերով ստեղծելով զայն զատեց բոլոր անասուններեն ներառյալ գաբիգը, որով կյանքի մեջ շատ բաներ կա, որ մեր ազատ կամքով կընտրենք ու որոշենք։ Գուզեմ գետնը շեշտել, որ մետքը Հեսուի խոսքերու մեջ մեզ վերակրելի գարկ կարևոր ճշմարտություններ շեշտել։ Մեղավորը ընտրելու է Տեր Հիսուսը որպես իր անձնական փրկիչը։ Այս ընտրությունը լավագույն ընտրությունն է, որ մարդը կատարելու է, որուն հետևանքը անփախտատելի է և օրհնությունները փառավոր։ Չեմ ուզեր նյութե շեղիլ այդ օրհնություններու մասին խոսիլ, բայց իրապես ամենան մեծ օրհնությունները մարդը կվայելի, երբ ընտրե Քրիստոսը որպես փրկիչ։ Այս առնչությամբ Աստուծո խոսքին ուսուցումը այնքան հստակ է, որ որևէ մեկը չհասկանալու կամ հասկանալու դժվարությունը պիտի չունենան։ Հարցը հասկանալ ուզելն է, հարցը հոն է։ Դժվարությունը այն է, որ մարդը չի հավատալ իր գործված մեղավոր ըլլալը, ուստի մահվան դատապարտված, ոչ ֆիզիկական, հաբա հավիդյան Աստուծո բաժանումի։ Մարմինը ուշ կամ գանուխ պիտի մեռնի։ Հիսուսը որպես փրկիչ ընդունիս կամ ոչ, օրը մարմինը կործել է պիտի թատրի։ Մսեղեն սրդի դրոփումը պիտի թատրի, սակայն հոգին, որ անմահ է, հոն Քրիստոս թագավորելու է այդ հոգի մեջ։ Աստուծո պատկերով ստեղծված հոգին չմեռնիր։ Իսկ եթե Քրիստոս կբացակայի սրդին, հոգին վրա ուրիշ մեկը թագավոր է, մեղքը կդիրե ու կկառավարե, այն ադեն հավիդյան Աստուծո բաժանումի պիտի դատապարտվի, և այս դատապարտությունը Սուրբ Գիրքը կգոչե երկրորդ մահ։ Եվ որպեսզի մարդը այդ վիճակին չմատնվի, Աստված իր սերեն մղված Քրիստոսով շնորհքի թուրը բացավ, որպեսզի մարդը ընտրե ու որոշե թռնեն ներս մտնել։ Եվ Տերը բոլոր միջոցներով գաղերսե մարդուն, որ ընտրե Հիսուսը որպես փրկիչ և ընդունի անոր շնորհքը սերը, սակայն չստիպեր, երբեք չստիպեր։ Հիսուս խոսեցավ երկու ճամփաներու մասին, որոնք թռներ ունեին։ Նեղ թուր և նեղ ճամփա, որ դեպի կյանք կտանի։ Լայն թուր և լայն ճամփա, որ դեպի գորուստ կտանի, Աստուծո հեռու, հոս և հավիտյան։ Այս ճշմարտությունը Հիսուս արակներով շեշտեց։ Արաքելական նամակները կշեշտեն այս ճշմարտությունը, մարդուն կմնա ընտրել այս երկու ճամփաներն մեկը։ Աստված այնպես սիրեց աշխարհը, մարդկությունը, այնպես սիրեց, մինչև իր միածին որդին տվավ և անոր ընտրության առջև դրավ, որպեսզի ամեն ով որ անոր հավատա չգործվի։ Ընտրություն է։ Մարդը իր կատարած ընտրություններով իր հավիտենական ճակատագիրը իր ցերկովը պիտի գնքե, զայս ըմբռնե կամ ոչ, հավատա կամ ոչ։ Մեղավորը ինչպես որ գրնա չհավատալ, գրնա նաև հավատալ,
ինչպես որ մեղքի մեջ ապրիլը գնդրե, գրնա նաև սրբությունը ընտրել, Տեր Հիսուս Քրիստոս, աշխարհի փրկիչը, միակ փրկիչը, որ գազադե մեղքի իշխանութենեն ու բոլոր թիվային գաբանքներեն։ Եթե մեր մեջ սիրելիներ կան, որոնք դակավին Քրիստոսը ընտրած չեն, որպես փրկիչ, թող չի հետացկել, մի հետացկել։ Վարգյան առաջ և ամեն բան առաջ կատարեն այս այն կարևոր ընտրությունը, ամենաշիտակ, ապահով և օրհնություններով երաշխավորված ընտրությունը, ան որ Հիսուս ունի ամեն բան ունի, իսկ ան որ Հիսուսը չունի, իր բոլոր ինչքերով ամենախղճալի մարդն է այս աշխարհի վրա։ Այո, փառք ուտանք խաղաղության իշխանը, Տեր Հիսուս, Աստված, երրորդությունը մարդուն վրա աշխատի, որ այն շիտակ ընտրությունը ընե։ Պիտի ասես, ես կհավատամ Հիսուսի, անիկա լավ սկզբունքներ սորվեցուց, փարոյական բարձր չափանիշեր տված է մարդոց, անիկա մույս մարգարեներուն չնմանիր, անոր գադարած հրաշքները ոչ մեկ մարգարե գրծած է գադարել, այս փորոլը լավ են, ասոնք հավաք է ձալլե բահարանի մեջ թիր, թուն պետք է ընտրես Հիսուսը որպես փրկիչ, այդ բաները որ կհավատաս, բոլոր մարդիկ կհավատան, ուրիշ կրոնքներ ու պատկանողներն ալ կհավատան, բայց պետք է Հիսուսը ընտրես որպես քու անձնական փրկիչդ և դերդ, ետքը հավատամքը ետքը, մարդիկ հավատամք ունին, սակայն մեղքի մեջ ապրիլը ընտրած են, և անթկնությամբ կսեն, չեն գուզեր, որ ան մեր վրա թագավոր է, չեն գուզեր, սատանա ևս կհավատա, որ Հիսուսի սորվեցած սկզբունքները և անոր գադարած հրաշքները տված փարոյական չափանիշերը աստվածային գնիք ունի, սատանան կհավատա այդ բաներուն, կհավատա, որ Հիսուս որևէ մարգարեի հետ չի փախտատվիր, կհավատա, որ Հիսուս Աստված է, քեզ ավելի կհավատա, այն բանը, որ դարբեր գնե և այդ է էականը, որ թուն գրնաս ընտրել Հիսուսը, անքութը չի գրնար, թուն գրնաս ընտրել և խոհեմությունը գբան չէ, որ ընտրես աշխարհի միակ փրկիչը, ազատարարը, մեղքի և մահվան իշխանութենը և քալիք փառքութենեն, ցեզի ընտրեցեք այսօր, ոչ վաղը գրնա ուշլալ, այս ճշմարտությունը ինչպես ասի առաքելական նամակները կշեշտեն, գսե առաքյալը, այսօր եթե անոր ցայնը գլսես, քու սիրտդ մի խստացներ, Եբրայեցիս 3:7, երկրորդ Կորինթացիս 6:2 մեջ կսե, հիմա է ընդունելու ժամանակը, հիմա է փրկության օրը, հիմա, երկրորդ գարտացված հատվածի մեջ կտեսնենք, որ ընտրելու և որոշելու ենք, օդար աստվածները մեկտի թողելու ու միայն դերը բաշտելու, ուր կգարտանք երկրորդ համարի մեջ, օդար աստվածները գսե վերցուցեք ձեր մեջեն, վերցուցեք, սարսափելի է օդար աստվածները, սիրելիներ պետք է որոշում առնեք, գսե և գսե օդար աստվածները վերցուցեք ձեր մեջեն, երկրորդ համարի մեջ, քեդին անթի գողմը ու Եգիպտոսի մեջ ծառայություն ըրիք անոք կուզեք, թե ոչ ամորհացված աստվածները, ուրեմն մեկտի թողեցեք անոնց, պատվերը հստակ է, Հեսու Աստուծո հետ քալել են ետք երկար դարիներ, անոր առաջնորդությամբ մեծ հաղթություններ արձանագրել է իր մահվնի առաջ
Իգզիկ մեծ պատասխանատվությամբ առջև կդավ։ Ժողովուրդը հավաքեց ու անոնց ընդրությամբ առջև դրավ։ Եվ այս բոլոր ժողովրդին ասավ Իսրայել դերասված այսպես կսե առաջ սեր հայրեր Աբրահամի հայրեր ու Նեբկոթի հայրեր եւ այլ գարկուզեմ որ գարտակ որ ժամանակը ձախվարդեմ եւ հոր հստակ կսե մեկտի ըրեք օդար ասվածներ ինչ է տասը զորդերը գուզեմ մեզի սորվեցնել հին ուխտի դնդեսության մեջ արցանակրված թեփքերը եւ այդ առնչությամբ ըսված խոսքերը ինչ գապ ունին մեզի հետ որ շնորհքի շրջանի մեջ գաբրի գրնա մեկը հարցնել խիստ կարևոր է գիտնալ հետևյալը այնինչ որ հին ուխտի դնդեսության մեջ եղած ու ըսված է նոր ուխտի դնդեսության մեջ հիմնված առաքելական ողջամիտ վարդապետության մաղեն ֆիլտրեն գանցնենք Եթե անցնի գնթունինք, իսկ եթե չանցնիր հրյաներուն գթողենք։ Այս բացարձակ կարևոր է զերծ մնալու համար մոլորել է ծայրահեղ քաղաքապարներ գազմել է քաղաքական աստեցությունները։ Զոր օրինակ, թլփադության օրենքը հին ուխտի մեջ հստակ է։ Նոր ուխտի առաքելական ողջամիտ վարդապետության ֆիլտրին մեջ են գանցնի, ոչ չանցնիր, հրյաներուն գթողենք։ Առանց թեփի ցուգը կամ որոշ ուտելիքներու առնչությամբ ըսված խոսքերը հին գդագարանի մեջ։ Նոր գդագարանի ֆիլտրեն գանցնի, ոչ հրյաներուն գթողենք։ Եվ ուրիշ շատ օրինակներ գրնանք թվել։ Ինչ որ ըսի բիդի սրտողեցնե Եհովայի գարձեցյալ վգաները, շապատաբահները և ծայրահեղ խմպակներու առաջնորդները, որոնք շարունակ քրված է գսեն։ Աչեն ծախեն համարներ գպերեն քրված է գսեն և բարզաբիտները գխապեն։ Սադանան ալ քրված է սավ։ Այսօր սուտ մարգարեները գվխտան, որոնք քրված է գսեն և առանց քրվածը հասկնալու գշեշտեն գբնտեն, որ քրված է։ Շինցու բատնություններով, չապազանցված փորձառություններով և մարմնավոր զգացումներու դակ գուզեն քրվածը հասկնալ։ Ուրեմն, Հեսուի խոսքերը նոր գդագարանի ֆիլտրեն գանցնի, այո։ Օդան ասվածները մեկտի թողեն։ Երբ մեկը պամը աստծուց մե ավելի գսիրե ու գմեծարե իր կյանքի մեջ, խելքը միտքը միայն այդ բանին վրա գաշխատի, երբ այդ բանը սիրտը քրաված է, այդ գուրք է, ուստի աստված, զայն գբաշտ է։ Գիտակցապար կամ այն գիտակցապար, գբաշտ է, որով պետք է ընդրե այդ բանը մեկտի թողել։ Առաքյալը գսե ինքզինքնիդ գուրքերեն բահեցեք։ Շիտակ թարգմանությունը ինքզինքնիդ գուրքերեն անչադեցեք, գապ չունիք ադոնց բահեցեք։ Առաջին Հովաննուհի 21 Հիսուս ալ ըսավ չեք կրնար երկու դերերու ծարայել։ Հստակ է, չեք կրնար։ Մեր սիրտը, ինչ է սիրտը ասինք, մեր միտքը, խորհուրդները, խիղճը, զգացումները, գամքը, հոն Քրիստոս թագավորելու է։ Այդ սիրտը չի կրնար երկու ցերկերու մեջ ընալ։ Մեկ ցերկի մեջ։ Սրդի մեջ Աստված ներկա ըլլալու է։ Գարելի չէ մեր սրդի մեջ գուրքերը լան և միևնույն ադեն զասված պաշտել, գարելի չէ։ Այդ տեսակ պաշտամունք հոգյով ու ճշմարտությունով չի կրնար ըլլալ։ Ցեզի ընդրեցեք այսօր, թե ով պիտի պաշտեք։ Մաքուր խորհուրդներ, մաքուր խիղճ, մաքուր գամք,
Քրիստոսավայել որոշումներ առնող գամ, մաքուր խոսքեր, մաքուր զգացումներ։ Այսօր ընտրե, թե ով գուզես քու սիրտիդ վրա թագավորը։ Երկու օքի գան, գամ Աստված կամ Սատանա, երրորդ մը չի գա։ Թուն պիտի ընտրես, այս ընտրությունը թուն պիտի ընես, ուր ոչ ուրիշը։ Երրորդ ճշմարտությունը ընտրեն Աստուծո երկրը և հնազանդությունը։ Ասալ գգարտանք առաջին համարի մեջն է, 14-րդ համարի մեջն է։ Երկու և հնազանդություն։ Այս երկու առաքինությունները միասին գընթանան, միասին։ Չես կրնար բաժնել։ Աստուծո վախ ունենալ և հնազանդիլ անոր ընտրություն է ու ոչ թե ըստիպողականություն։ Գնդրես Աստուծո վախ ունենալ։ Ես գնդրեմ Աստուծո վախ ունենալ և Աստուծո վախով ապրիլ ու ոչ թե մեկը իմ մեջս Աստուծո վախը գտնե։ Ես գնդրեմ, սակայն ինչ կնշանակի Աստուծո վախնալ։ Աստուծո վախ ունենալ, որպեսզի բղդոր քաղաքներ չգազմենք մեր մտքերում մեջ և շիտակ հասկանանք։ Հունարեն բնակիրը գսե ֆովո թեու։ Աստուծո վախ ունենալ կնշանակի հարգել Աստված և անոր խոսքը։ Մեկը գսե ես գհարգեմ Աստված։ Ուր է Աստված, որու գհարգես, ուր է գանթբիս անոր հետ օրը մի քանի անգամ խոսքն է։ Անոր խոսքը հարգել, հնազանդիլ։ Ծրագիրներուդ մեջ անոր միտքը հասկանալ, այս է Աստուծո վախ ունենալ։ Հաճախ ասած ենք այս բաները գրտնելը օգտակար է, վնաս չէ։ Ով Աստված, ես ասինչ երգիրը բիդերտամ, ինչ է քու քաղաքը, ինչ է քու գարձիկը, ասինչ կորձը բիդերեմ։ Գամ եթե քայլը բիդարդեմ, ամուսնության, ասինչ աղջիկը, ասինչ տղան, ինչ է քու միտքդ։ Երբ որ ես Աստուծո գվախտամ, անոր քաղաքը գարդեմ, անոր միտքը գահասկնամ։ Ծրագիրներուդ մեջ այդ է Աստծո վախը, անոր առաջնորդությունը խնդրել, չնել այն, ինչ որ զայն կվշտացնե, այս է Աստուծո վախնալ։ Չկործել այն, ինչ որ անոր գամքին և սրբության հագարակ է, չերթալ հոն, ուր ան ներգա չէ։ Այնպեսի վայրեր, որում մթնոլորտը ապականած է, ուր բղծությունը գդիր է։ Այս է Աստուծո վախ ունենալ և այս ընտրություն է, ընտրություն է։ Մեկը չստիպեր, մեկը չստիպեր։ Ոչ հովիվը, ոչ եկեղեցին, ոչ համայնքը, հովիվը երբեք իրավունքություն է սելու, նայր թուն լսեցի, որ ասինչ տեղը գերտաս, ասինչ մարդուն հետ հարաբերությունը, իրավունքություն է, իր կործը չէ։ Թուն բիդե ընդրես, եթե Աստուծո վախը ունիս, ընդրած ես այդ վայրերը, այդ տեղերը, այդ խոսքերը, այդ բարդոցը, գնես այն ինչ, որ Աստված կուզե։ Այս է Աստծո վախը։ Հարգել Աստված, հնազանդիլ խոսքին։ Բոլորդալ գիտեք, Սուրբ Գիրքը լեցուն է օրինակներով, Հովսեփ երդասարտը, այդ բալադի մեջ, այդ մաքուր երդասարտը, խորհուրդները մաքուր, զգացումները մաքուր։ Սատանան մեկուն միջոցով այդ երդասարտին առաջարկեց, որ մեղ կործը։ Գրնար Հովսեփը սել, ոս դաջար չի գա, սինագոգ չի գա, եկեղեցի չի գա։ Իմ հանցանքս ինչ է, Սատանան ինձի ինգացուց խապեց։ Ես չէին բդաձեր, գինը առաջարկեց, որ հետը բարգիմ, ես ալ գիտես մարդ եմ, դգար եմ, երդասարդ եմ, ես ալ ինգա մեղքի մեջ, չսավ, Աստուծո վախ ուներ, ինչպես ես այդ մեղքը կործեմ, Աստուծո վախնալ, աս է Աստուծո վախնալ,
Պողոս Արաքյալ երկրորդ Կորինթացիսի մեջ այսպես գսե, երկրորդ Կորինթացիս 1 Անորաբար ինչ որ Հեսու գսե նոր գդագարանի ֆիլտրեն գանցնի գահստադե գսե ուստի սիրելիներ որովհետև մենք այս խոսմուկները ունենք մեր անձերը մարմինի ու հոգի ամեն կերպ բղծությունները մաքրենք ընդրության արչև գտնե պատասխանատվություն ունենք ով ասված ինձ մաքրե ինձ ասան գրե ինձ անան գրե ինձ այդպես է ասված բիլսե ադոք բոլորը թումբիտես ընդրե թումբիդի որոշես ուրեմն ոսկսե մեկ դիրեք մաքրեցեք եւ սրբությունը գադարելա կորձեցեք աստուծո բախով փրկությունը գադարելա կորձենք աստուծո բախովը այդպես կսե ճիշտ ինչպես որ հասկացար ճիշտ այդ է մեկնելու պետք չունի Տերը փրկեց քեզի շարդագի ադոր մեջ աստուծո բախովը Իմաստունը գսե քիդությունը ադեցին ու դերոջը վահը չնդրեցին Արագած 1:19 Սաղմոս 2 գսե երգյուղով դերոջը ծառայեցեք Իսկ Պետրոս Արաքյալ գսե եթե հայր գոչեք զանիգա որ առանց աչարության գտադե ամեն մեկուն կորձին այմատ ուրեմն ծեր բան թղթության ժամանակը վախով անցուցեք վախով ոչ թե վախտալ աստուծմե որպես թե չղային մեկն արիգա խավազանը ձերուկ հայրիկ մնե չղային է խավազանը ցերկը գսպասե որ մեկը եթե մեղ կորձե հարված է ոչ այդ վախը չէ հարկելու վախը մանավանդ երբ կհասկանաս թե ան ինչ ըրած է քեզի համար քորք գտարնաս քորք պետք է դառնաս Անոր գադարած կորձերուն արչև, այս է վախը։ Այսօր մարդիկ սխալ հասկացած են աստուծո մե վախնալը եւ սուտ մխիթարություններով գուզեն իքսիկին մխիթարել։ Գսեն ես աստուծո մե գվախնամ, մարդ չեմ սպաններ, մեղա, չէ, մուսկոմեն լեզվով գսպանեն։ Ոչ թե աստուծո վախնա մարդ չսպաներ, հապա փանդարգութեները վախնա, անոր համար չսպաներ։ Գսեն ես սու չեմ խոսիր, սակայն նույն լեզվով իր եղբայրը գադե։ Գչարա խոսե։ Գսե ես աստուծո վախ ունիմ սրդիս մեջ, միևնույն ադեն անորեն գենակցության մեջը։ Զասված թոր սրած է, անոր գամքին և անոր սրբության գահագարագի իր ծրակիններու մեջ ասված կորց չունի։ Մուսկոմեն գսե ես գարկեմ զասված։ Գսե ես աստծո վախ ունիմ։ Բայց անոր խոսքին չի հնազանդիր։ Աստծո խոսքին չի հնազանդիր։ Մարդիկ կան, որ աստծո խոսքին չեն հավատար։ Շատ մջշմարտություններու չեն հավատար։ Բայց գսեն ես երբ եկեղեցի երթամ, երբ գյուղացությամբ կմտնեմ եւ մազերս փիշ կլան, այնպես գսկամ աստծո ներկայությունը եւ երբ փուս ելեմ, գրնագս թուրին փուս կուդամ, գարկեմ, մուսկոմեն չի հնազանդիր աստծո, գիներու ետևե երթար, սուտ կխոսի, անորության մեջ է, ինչպես կլայս, զով գխապեն մարդիկ, ասված չխապվիր, արդակին երևույթներով չդարվիր ասված, այս ճշմարտությունը մարդիկ որքան շուտ եւ լավ ընփրդեն, այնքան շուտ եւ ուղիղ սրտով զասված պիտի բաշտեն ու բեցարեն, ուրեմն այսօր ընդրե, թում պիտի ընդրես, այսօր ցեզի ընդրեցեք, մարդը ընդրելու է Տեր Հիսուսը որպես իր փրկիչը, ընդրելու է օդար ասվածները, գուրքերը, այն բաները, որ սիրտդ քրաված է, քեզ գապած է, փուրս մեկտի պիտի ցկես։ Երրորդ, ընդրել Աստուծո երկյուղը, անոր հնազանդությունը, ընդրել Աստուծո վախով ապրիլը։ Եթե թրագան թիրքորոշում արնես, ամենաերջանիկ մարդը պիտի դառնաս։
Այսօր ալ դերը սրդիդ խոսեցավ, գասկած չունիմ։ Մի մերժեր անոր գոմե քեզի դրված պարգևած արիտները, այսօր գշնչես, այսօր գաբրիս, ընդրե, եթե ասված միտքդ ուրիշ բաներ ալ փերավ զոր ընդրելու ես, ես երեք հատ հիշեցի, և գավադամ, որ պավարար են ասունք, եթե ասունք ճիշտ ընդրես, աստուծոբախը պավարար է, բայց եթե ասված քեզ ուրիշ բաներ ալ հիշեցուց, անունքալ, անորալ հնազանդ է, ուրեմն ընդրե, աստուծո բարգևած արիտները մի մերժեր, ընդրե դեր Հիսուսը որպես փրկիչ, դեր և թագավոր, և անոր հետ քալե, անոր հետևի, ինչպես երկնալ գսե, որ գուզեմ գարթալ, շատ գեղեցիկ երկիմը պարերը պիտի գարթամ, գսե, հարուցյալ փրկիչս ինձ գսե, եկուր իմ ետևես, on իր փուն, իր հրավերն այս է, եկուր իմ ետևես, քեզ համար ապրեցա թշվար, զոհեցի կյանքս քեզի համար, վճարել բարկերդ անհամար, եկուր իմ ետևես, թեպետև մեղքերդ խիստ շատ են, եկուր իմ ետևես, գներեմ հանցանքներդ ամեն, եկուր իմ ետևես, բիդլամ կյանքիդ ընթացքին, քեզ ասված առաջնորդ անքին, քնած եմ քեզ արյամ իմին, եկուր իմ ետևես, բազմաթիվ հոգերդ վրաս ցկե, եկուր իմ ետևես, գազադեմ քեզ ամեն փերը, եկուր իմ ետևես, ուրցքիս վրա հենուր միշտ անթոր, աբաքատ հանցնե ինձ այսօր, գսրբեմ արցունքներդ փոլոր, եկուր իմ ետևես, ուզես ընդրել Հիսուսը, որպես փրկիչ, որպես Աստված գուրքերդ պեկտի, հավատա ամենաերջանիկ անձը պիտի լաս, բայց եթե գուզես սուտ մխիթարություններով թուն քեզ խաբել, արդակի երևույթներով գգարձես, որ Աստված գդարվի, մեղք ես, այսօր Հիսուսը ընդրե, և դես ինչպես պիտի փոխվիս, նոր մարդ պիտի լաս, Աստված ձեզ օրհնե և իր շնորհքի մեջ պահե, ամեն։ Շնորհակալ ենք Տերոջմեն, որ անգամ ևս մեր ուշադրությունը գետրոնացուց իր վրա և ոչ թե աշխարհի հրաբույրներուն վրա, և փառք ունենք, որ մեր փրկիչը խաչին վրա մնացած չէ, ոչ այլ քերեզմանին մեջ մնացած է, այլ հարություն արած է, ուրեմն շատ կարևոր է, որ մեր ընտրությունը լա անսիմը ետևեն երթալ, որ հարություն արած է և հավիտենական կյանքի համար մեզի ալ խոստում տված է։ Պիտի վերջացնենք երգելով 526-րդ երգը, հոդնգայս պիտի երգենք և հովիվին աղոթքով պիտի փակենք։ Հարուցյալ փրկիչ ինձ սկսե, եկուր իմ ետևես։ Orni puni raver naise
այսօր գսրբեմ արցունքներ բոլոր, եկուրին ետևես, Ով Տեր, շնորհակալ ենք եւ սրտանց փառք կուտանք, որ քեզի պես հրաշալի փրկիչ բունիկ։ Այո Տեր, քու յետևետ կուքանք, փառք կուտանք, որ դու մեր բոլոր մեղքերը չնչած ես։ Եվ այսօր ով Տեր անգամ եւս մեր սրտերեն ամեն բան, որ քեզի հաճելի չէ, դուրս կհանենք։ Գաղութեմ Տեր, իմ սիրելիներուս հետ միասին, մաքրես մեզի, սրբես, ներես մեր բոլոր մեղքերը, գխոստովանենք, որ մեր սրտերում մեջ շատ բաներ կան, որոնք քեզի հաճելի չեն, այսօր գորոշենք դուրս հանել, մեկտի տնել, եւ բոլոր սրտով, մաքուր միտքով, մաքուր խիղճով, մաքուր զգացումներով, մաքուր գամքով, մաքուր հոգիով քեզ բաշխել եւ քու ետևետ գալ։ Ընդունե մեր աղոթքը, շնորհակալ եք, որ լսեցիր եւ պատասխանեցիր։ Փառքը, բադիվը քեզի ըլլա հիմա եւ հավիտյան։ Ամեն։